Մենակություն բառից դողդողում է օդն իմ սենյակի ու ես հասկանում եմ, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղ։ Երբ աչքերն են սառում, ասում են, թե այ, մարդ է գալու, բայց դա եթե սուտ չէ, ապա բարություն է, որ ծնվել է միայն խեղճությունից։ Իմ ոնք էլ են սառում, սակայն դու չես գալու, դու չես կարող, գիտեմ, և օդը սենյակիս պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ, հարուցելով իմ մեջ այն միտքը հին, թե վիհերը գուցե նրա համար են լոկվոր մարդ ներքևն է դրել։ Իսկ թե վիհերը իրոք նրա համար են լոկվոր մարդ ներքևն է տվի, այդ դեպքում ես ինչպես ունեմ, կուշ չեմ, կուշ կոտրուկ եմ, չեմ կոտրվում, միայն հետտրվում եմ, և դրանից արդեն ես հոգնել եմ, ինչպես թուղթն է հոգնել իմ ջանքերից, հեռվից հեռու ասել քեզ երկու բառ, որ կարող է նույնքան ինձ թարգմանել, որքան թարգմանում է ինքնաթռին հավ, սուտկը ճիշտ արժե։ Ես հավատում եմ մեր հնարած ստին, թե չեն կորցնի իրը, վախ կա, որ մահ արժե, ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը և կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն, և վերջապես քայլ կա, որ հենց թռիչք արժե, և ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից, ինչպես առողջ ակռան բերանից են քաշում, բայց հոգնել եմ արդեն, և հոգնել եմ այնքան, որ չեմ զգում ոչինչ, ցավ չեմ զգում անգամ, այ թե հնար լիներ չզգալ նաև, որ աչքերն են